Սկսած օրինակ պաշտպանական դիրքերից մեր զինվորականները կամ այն մարդիկ, ովքեր ծառայում են այդ շրջաներում, տեսնում են, թե ինչպիսի պաշտպանական նոր տեխնոլոգիաներով հագեցած դիրքեր են կառուցում։ Իհարկե դեռևս ամբողջ սահմանի երկարությամբ չի, բայց համենայն դեպս ուղղակի բանակի խնդիրը այն է, որ շատ թափանցիկ չենք կարողանում խոսել։ Մենք սկսած հագուստից, ծնունդից եւ ամեն ինչից բարելավել ենք բանակում ամբողջ այդ կառուցակարգերը, որպեսզի զինվորի ծնողը ընդհանրապես չանհանգստանա, որ իր երեխան կարող է քաղցած լինել կամ չգիտեմ, հագուստ չունենալ, որը նախկինում մենք շատ ենք տեսել։ Նմանատիպ թվարկումները բազմաթիվ են, ուղղակի ես կարծում եմ, որ շատ ավելի լայն ու բաց խոսել սրա մասին այդքան էլ ճիշտ չի։ Չնայած որ բարբերաբար քննարկումները թափանցիկ լինում են եւ նաեւ տեսագրությունների միջոցով հենց զինված ուժերի ներկայացուցիչներն են ներկայացնում, թե ինչպիսի փոփոխություններ են արվում բանակում, ինչու՞ չէ նաեւ կուզեմ մատնանշել Պաշտպան հայրենաց ծրագիրը, որի միջոցով զինվորականներին մեծ սոցիալական երաշխիքներ են տալիս բնակարանից սկսած վերջացրած աշխատավարձով, որպեսզի քաղաքացիները դիմեն Պաշտպան հայրենաց ծրագրին եւ անցնեն պայմանագրային զինծառայության։ Եվ ես կարծում եմ, որ մեր հետագա տեսլականը բանակի հետ կապված պետք է լինի պայմանագրային զինծառայությամբ պրոֆեսիոնալ բանակ ունենալու նախագիծը,